Հատված վերադարձ պոեմից։ Եռաբլուրն է իմ դիմաց, եռաբլուրը, վերջին հաղթանակն ու վերջին հպարտությունը հայերի։ Եռաբլուրը, Պառնասը, անմահությունն անմահների։ Ոչ մի պոետ, ոչ մի հանճար դեռ չի հասել հոգու հայրենիքը նրանց, և արվեստի ոչ մի գագաթ դեռ չի բացել նրանց հոգու գաղտնիքը բաց։ Զորավար Անդրանիկ, դու քո սերունդների հետ ես, քո երազի, Մոնթե, Վազգեն Սպարապետ, դուք ձեր զորքի հետ եք, ձեր բանակի, ձեր հաղթանակների հետ եք, ձեր հավատի։ Բայց արդյոք զգում է ձեր հոգին, որ հիմա հայրենիքից ձեր երազի, նորից, կրկին, էլի մասսայական տեղահանություն է հայի ու դանդաղ մահ։ Տեղահանությունը հայի, ձեռքով նրանց, ովքեր խոնարհ էին ձեր դեմ, ժպտուն, կամակատար, պատեհ ժամին, թիկունքից ձեզ հարվածելու համար։ Եվ արդյոք զգում է ձեր հոգին, որ հիմա հայրենիքով ձեր երազի, անհագուրդ սնվում է տգետ ու ընչաքաղց մի խան, ու նրան հպատակ մի բազմադեմ տրեխահոտ ոհմակ։ Եվ արդյոք զգում է ձեր հոգին, որ հիմա հայրենիքը ձեր երազի, լուսե մի տող է սոսկ Չարենցի անուշ Հայաստանի փակված էջի վրա։ Եվ արդյոք լսում եք դուք հիմա լռությունը բոլոր նրանց, ովքեր վաղը, որպես մի նոր սփյուռք ու նոր դաշնակ պիտի գոռան ու գոռգոռան, ազատություն կամ մահ, քանզի ցեղասպանությունն հայոց չի ընդունում Թուրքիա։ Սակայն եռաբլուրն է Մասիսի դիմաց, Մասիսի պես անհաս փառքի ճամփա։ Եռաբլուրն է հանգրվանն անմահների, և կարդում եմ կրկին անունները նրանց, շիրիմներին նրանց կյանքն է մահից երկար, և լսում եմ կրկին թնդուն երգը նրանց, տեղն ու ժամանակը խառնվում են դարձյալ։ Խառնվում են տեղն ու ժամանակը, էլի պատերազմն Արցախի, որպես սկիզբ անվերջ, որպես հայոց լինել չլինելու ճակատագիր ու փորձություն, լինել չլինելուն դատապարտված հավերժ, պատերազմն Արցախի, անպարտ ու անավարտ, սահմանին ու եռաբլուրում է, էլի։ Ու հաղթում են կրկին, կռվում անհավասար, Մոնթեները ջահել մեր օրերի, և ընկնում են նրանք հաղթած իմացաբար, որ փորձության ժամին չպարտվելու համար պետք է պատրաստ լինել նաև մահին։ Եվ զոհվում են ավաղ, երեկ, այսօր, վաղը, դաշտում անգոյական խաղաղության ու սահմանին։ Հայոց սահմանը բացերակ, իսկ սահմանից, հորիզոնից ու անհայտից անդին ինչ-որ մի տեղ, ձեռքով ինչ-որ մեկի գրվում է գալիքի պատմությունը հայոց, գրվում է այսօր իսկ, որ մի 20-50 տարի հետո եղավ, նմանը դեռ չեղած մի պատերազմ եղավ, որ անորոշ ծագմամբ ու անանուն հրոսակները, ցեղերի քոչվոր, որ բուծվում են որպես քնածային կաթնահարող մանկուրտների բանակ, 20-50 տարի հետո կրկին հրոսակն այդ ներխուժեց Հայաստան։ Եվ պատերազմում այդ, նմանը դեռ չեղած պատերազմում,
ոչ հաղթողներ եղան, ոչ պարտվողներ, հաղթեց կրկին հաղթանակը բարոյական և պարտություն կրեց պատերազմ, սակայն Մասիսն է իմ դիմաց, և Մասիսից այն կողմ լռություն է տարածական, սև լռություն, և Մասիսից այս կողմ հավերժից էլ հավերժ հավերժացած եռաբլուրն է, երդում է հայոց, իրիկնաժամ է, հոգեհանգիստ է, նիրվանա, բլուրներին շառագունել է խարտյաշ քողը արևի, անմահությունն է քարացել շիրիմների վրա, աշխարհում էլ ասես չկա ոչ ոք, ոչինչ, եռաբլուրն է ու այնտեղ ապրողների թևատարած ոգին Հայաստանի վրա, իրիկնաժամ է, նիրվանա, կոպերիս տակ, նրանց դեմքերը հարազատ, և քունքերիս, և արյանս, և հոգուս մեջ, նրանց հաղթանակը անջնջելի կտակ, ես վարիչը։